Данный выпуск мы посвящаем Уильяму Сарояну, американскому писателю и драматургу армянского происхождения. Продуктивный прозаик, он обращался к самым различным жанрам и темам от своей исторической родины. Продуктивный прозаик, он обращался к самым различным жанрам и темам от своей исторической родины до пацифизма. Уильям Сароян родился 31 августа 1908 года в семье поэта Арменака Сарояна и его жены Такуи, эмигрантов из города Битлиса. Детство провел в городе Фресно, штат Калифорния. Сароян начал свою трудовую деятельность почтальоном. Героями его произведений всегда были простые и не очень счастливые люди, о которых он писал с теплотой, состраданием и надеждой на лучшее. Сароян в своем творчестве сумел объединить традиции русских и американских писателей. Признание к нему пришло после первого же сборника рассказов «Отважный молодой человек на летающей трапеции». Уильям Сароян написал более 1500 рассказов, 12 пьес и около 10 романов. В 1940 году вышел в свет сборник рассказов «Меня зовут Арам». Как драматург Сароян заявил о себе пьесой «В горах мое сердце» о непризнанном счастливце-поэте, юноше, все принимающем близко к сердцу. Начиная с 1935 года Сароян 4 побывал в советской Армении. В 1964 году посетил также город своих предков Битлис. Заурядное любовное приключение, тема вечной нежной песни любви, которая повествовала в 1940 году о знакомстве привлекательной старой девы из Калифорнии. В 1972 году Сароян опубликовал книгу воспоминаний «Места, где я проводил время». Одним из его военных друзей был Стэн Ли. По словам самого Ли, еще в военные годы они вместе писали сценарии, а также снимали фильмы и видеорепортажи. Умер Сароян 18 мая 1981 года в его родном городе Фресно. Тело было кремировано, половина праха захоронена на Араратском кладбище во Фресно, другая в пантеоне имени Комитаса в Ереване. Уильям Сароян навсегда останется в наших сердцах. Вы смотрели и слушали инфоплатформу «В центре объектива», автор Роман Багдасарян. Սարոյանը Սրախաջուր Ամերիկա եկած մարդ։ Օրինակ խեղճուկրապ Արամը պատմվածքի մեջ ամբողջ այդ ինքնությունների պայքարը Սարոյանը միանգամից բարձրաձայնում է, որովհետև ասում է ապրում ենք եւ թերուս մոտ գալիս է Արամ եւ իրենք միասին թավլի են խաղում։ Ու տեսեք, որ այս պատմվածքի մեջ Սարոյանը ինքը եւ թուրքահայ եւ ամերիկացի, որովհետեւ նրան ժամանակ եւ հանդուրժողականությունը ազգերի հետ եւ միևնույն ժամանակ մի բան կա, այսինքն եղեռնից մազապուծը, օտարություն եկածը, օտարությունից տարապողը։ Ասենք Սարոյանի մանկատան անցկացրած տարիների մասին մենք պետք է նաեւ մի բան արձանագրենք, որ ինքը հենց այդ տարիների մասին առանձնապես չի սիրում խոսել, բայց վերադարձ դեպի տուն, այդ տունը, որտեղ իրանց մոտ կա ընդունելություն, դա արդեն Ամերիկան է, դա Բիթլիսը չի, ասենք որտեղ հայտնի Սարոյանական Բիթլիս պատմվածքը, իր ամենանոստալժիկ պատմվածքը, ամենամելամաղձային պատմվածքը, որ բոլորը հառաչում են, չէ, եւ ասում են Բիթլիսը քաղաք է, դա այն քաղաքն է, որը ծավալվում էր լեռներում եւ ահա մենք այս Ֆրեզնոյում գտել ենք մի քաղաք, որ մեզ նույնպես ընդունել է, դա փաստորեն դա նոր Բիթլիսն է, այսինքն անընդհատ համեմատությունը կորած հայրենիքի եւ գտնված հայրենիքի, դա Սարոյանական մանկության մի անբաժանելի մասն է եւ դրա անբաժանելի մասն է նաեւ Գերդաստանի ուրվագծումը, այսինքն այն Գերդաստանը, որը Սարոյանը կուզենար տեսնել իր ամենահամարձակ երազներում վերամիավորված, ամուր եւ արդեն ամերիկյան հողի վրա գործող։ Իհարկե մի քիչ ցնդած, իհարկե մի քիչ ծուռ, որովհետեւ Սարոյանի հայկական պատկերած Գերդաստանի բոլոր անդամները միանշանակ սխալ են, բացարձակ խենթերի մի հատ համակարգ է եւ այդ բոլոր խենթերը ամեն մեկը իր առումով շատ համով է եւ եթե մի ճիշտ անդամ կա այդ խենթության մեջ, դա ինքը ուրեմն բացասական կերպար է, որը երևում է իմ Արմիկ Տիգրանը հռետորը, որը ամերիկյան դպրոցում ստանում է
առաջին մրցանակը, որովհետև մեծ զեկույց ունեցել, թե առաջին համաշխարհային պատերազմը արդարացված էր, թե չէ։ Երբ որ Պապը այդ Գերդաստանի հերթական քննադատը կանչում է նրան եւ ասում է. «Հիմա դու ինչ ասեցիր այդ զեկույցում, արդարացված էր այդ պատերազմը, թե ոչ»։ Եվ ասում է Տիգրանը հնչեղ իր ձայնով, ակնոցներ ուղղելով, ճշգրիտ ամերիկյան լավ բառեր օգտագործելով սկսեց ապացուցել, որ պատերազմը արդարացված էր։ Այն մարդուն, որը պատերազմի հետևանքով զրկվել է ամեն ինչից, հայրենիքից, հնարավորությունից, բայց այդ տեսեք, որ ասում ենք մանկատան, բան, չէ, շրջանցելը, Սարոյանը ավելի շատ ուզում է իր տխուր հերոսներին տեսնել գոնե ուժեղ։ Այդ ամբողջ հայկական Գերդաստանը իրենք պիտի որոշեն իրանք ովքեր են։ Իրանք լացրինող հերոսներ են, թե իրանք ծիծաղող հերոսներ են։ Եվ երբ որ իրանք արդեն պետք է ծիծաղեն, ուրիշ տեղ չունեն ծիծաղելու։ Իրենց միակ թիրախը պիտի լինեն հենց իրենք։ Այդ մեր ասում են Սարոյանն ունի նուրբ իրոնիա, հա, ինքնաիրոնիա, բան այսպես նուրբ սատիրա, նուրբ երգիծան։ Իսկ ես հարց եմ տալիս, իսկ Սարոյանն ուրիշ երգ ուներ։